Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առավոտ լուսոն ու մենք հիմա այստեղ ենք հրավիրում բոլոր կինոսերներին, հատկապես կինո օպերատորական արվեստով գնահատողներին ու արվեստով հետաքրքրվողներին, որովհետև բանն այնն է, որ Հայաստանի կինոօպերատորների գիլդան համագործակցում է Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի GEF և GEF Pro համարտադրության և ֆինանսավորման հարթակի հետ, մեկնարկելով դոփինգ օպերատորական վարպետաց դասերը, իսկ այս թեմայով մենք այսօր ունենք շատ հրաշալի հյուր, ում կներկայացնի Իննան։ Մեր տաղավարում է Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի նախագահ Մկրտիչ Մալխասյանը, բարի լույս։ Բարի լույս, շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում։ Չափազանց ուրախ ենք տեսնել։ Ես էլ եմ շատ ուրախ ներկա գտնվել, շնորհակալություն հրավերքի համար։ Դե եկեք խոսենք այս ծրագրի մասին։ Ինչ ծրագիր է, ինչ նպատակ է հետապնդում եւ ամենակարևորը ինչու հենց հիմա որոշեցիք այն ստեղծել։ Այո։ Ըստ էության մենք ստեղծել ենք դա անցած տարի եւ առաջին փորձը եղավ ստեղծել անցած տարի առաջին հյուրերին կանչել ու ստեղծել միջավայր, որտեղ հնարավոր է նաեւ խոսալ օպերատորական արվեստից։ Անկեղծ ասած, դա երազանքի նման մի բան էր, որովհետեւ կարծեմ թե որ լինելով Հայաստանի օպերատորների գիլդիայի նախագահ ոչ երկար տարիներ ես նկատել եմ, որ մեր արվեստը մի փոքր թերագնահատված է կամ քիչ ճանաչելի է լայն հասարակության համար, դրա բազմաթիվ պատճառներից ելնելով եւ մեզ առիթապետք խոսել մեր մասին, իմանալ մեր մասին եւ ճանաչելի սարքել մեր արվեստը։ Եվ այդ անճանաչելիությունը միայն մեզնից չի սկսվել, տարբեր երկրներ ունեցել են այս հարցը ու հիմա մոդեռն նոր աշխարհում ավելի սկսել են խոսել մեր արվեստից, որովհետև մեր արվեստը դարձել է բոլորի ձեռքի գործը, ով որ վերցնում է հեռախոս, այսօր կարող ես զբաղվել մեր արվեստով, առանց որևէ չափազանցության դրա։ Ու մարդիկ սկսեն շատ հարցեր տալ, այ ո՞նց անել, ո՞նց իրանք կամաց մոտենում են մեր գործին, այդ ամեն ժամանակ որ վերցնում են երևի ինչ-որ փոքր ռիլ են նկարում կամ որևէ վիդեո։ Բայց եթե ավելի լուրջ, իհարկե կրթական միջավայրը փոխելու եւ մեր գիլդիայի անդամների եւ երիտասարդ սերունդի համաշխարհային աստղերի կինոարտադրության մեծ վարպետների հետ ծանոթացնելու նպատակ էր հետապնդում եւ անցած տարի մենք առիթ ունեցանք խոսել Ոսկե Ծիրանի հետ եւ մենք շատ մեծ հաճույքով սկսեցինք համագործակցել այս թեմայի մեջ միջազգային փառատոնի հետ, որը իհարկե մեծ հարթակ էր մեր համար սկսել այս միջոցառումը GEF Pro-ի մասնակցությամբ մենք անցած տարի ունեցանք առաջին փորձը 80, որը շատ հաջողակ անցավ այն իմաստով, որ մեր բոլոր հյուրերը այս տարի ուղղակի իրանք արդեն սկսեցին ասել, որ մենք կուզենայինք գալ Հայաստան։ Կարծես թե սա դառնում է ավանդույթ, որ Ոսկե Ծիրանի միջազգային կինոփառատոնի հետ համատեղ եւ GEF Pro-ի հետ համատեղ մենք շարունակենք սա անել նույնիսկ մյուս տարի, ունենք ծրագրեր նաեւ մյուս տարվա հետ կապված եւ պետք է նշել, որ անցած տարի ոչ միայն կինոօպերատորներ կամ օպերատորական գործով հետաքրքրվողներ են եկել, այլ շատ ուսանողներ ուղղակի տարբեր ոլորտներից, որոնք նաեւ բացահայտում էին այդ մասնագետներին, թե ինչքան խորը եւ ոնց ասեմ, ոչ միայն ուղղակի մասնագետներ, այլ նաեւ շատ մեծ արտիստներ են իրենց մեջ, որովհետեւ մեր նպատակը հենց արտիստիկ մասը մասնագետների մոտ ավելացնել եւ դասավանդելն է, եթե կարելի է դասավանդել իհարկե։ Երևի ավելի շուտ փորձի փոխանակում կազմակերպել։ Այո։ Մակգարվի, Բրունո Դել Բոնել եւ մի շարք շատ հաջողված անուններ կան այս տարի ցուցակում, ինչպես է ստացվել համագործակցությունը, որովհետեւ սա բացառիկ փորձառություն է հայ կինոգործիչների համար, ոչ միայն հանդիպել տվյալ մարդկանց, այլ վարպետաց դասեր ունենալ նրանց կողմից։ Ինչ է սպասվում մեզ հուլիսի 15-ից 17։ Շատ կարճ 15-ին Seamus McGarvey, որը շատ լայն հասարակությանը հայտնի է օրինակի համար Աննա Կարինա ֆիլմով եւ ընդհանրապես շատ գրեթե մոտավորապես կեսը ավելի Մոխրագույնի 50 երանգները ավելի լայն։ Ես ձեզ մի բան ասեմ, իհարկե ես չէի զենան, բայց խնդիրը այն է, որ այդտարքի տարբեր օպերաներ ունեն շատ սիրելի եւ ունեն ոչ այդքան սիրելի ֆիլմեր եւ մենք Seamus հետ խոսում ենք, կլինի մենք դրանից այդքան չխոսենք։ Ասում եմ, օքեյ, դրա վրա երևի չնշեցի։ Նույնը Բրունոն Դել Բոնելը հայտնի աշխարհին իր ամելի ֆիլմով, բայց բացարձակ է 3 երեկոյան շփվում ենք, ասում եմ, ես գիտեք, դա այնքան վաղուց ա եղել, կապը կորցրել եմ այդ ֆիլմի հետ, բայց դա չի նշանակում, որ համաշխարհային արվեստում իրանք ուղղակի մեծ փոփոխություն են արել մի քանի ֆիլմը, բայց Seamus-ի եւ Բրունոյի գալը պատահական չի, իհարկե անձնական կապերով փորձելով գտնել այդ համագործակցության եզրեր այս մարդկանց հետ եւ նաեւ պետք է նշել մի կարեւոր հանգամանք ունի Հայաստանի
միջազգային ճանաչողականության շատ արագ փոփոխության ֆոնը շատ օգնեց մեզ, որովհետև եթե անցած տարի ես փորձում էի էլի անձնական կապերով բերել ստեղ էլի շատ հանրահայտ օպերատոր եւ ինքը եկավ, բայց շատ դժվարությամբ այ Հայաստանը որտեղ է, ոնց ու այդ շատ դժվար էր, բայց այս տարի համ մենք ենք արդեն կայացել, համ Ոսկե ծիրանը շատ ավելի մեծ արդյունքների հասել եւ նաեւ իհարկե այդ քաղաքական ճանաչելիության ֆոնը ես սկսել արդեն ընդեղ լինելով զգացի տարբերությունը, որ մարդիկ միշտ հարցնում են ինչ եղավ ձեր մոտ, ոնց է, ինչ է կատարվում, ինչով կարանք օգնենք, ու դա շատ կարևոր է, որ մարդիկ արդեն Հայաստանը ուրիշ պոզիցիայի մեջ են, ուրիշ տեսանկյունից են սկսում տեսնել, ավելի ճանաչողական են տեսնում, նույնիսկ արվեստագետները։ Այո։ Շատերը մտածում են, որ ֆիլմը ստեղծվում է ռեժիսորի կամ սցենարիստի ձեռքով, ու օպերատորի աշխատանքը մի փոքր այսպես ստվերում է։ Թերագնահատված է, իհարկե, ասեք, մենք դեմ չենք։ Որքանով է կարևոր ու որոշիչ օպերատորի աշխատանքը ֆիլմի ստեղծման գործում։ Ով է առհասարակ կինոօպերատորը եւ որ պահից է սկսվում նրա աշխատանքը։ Հա, գիտեք, սա հազարավոր տարբեր պատասխաններ կան ու ես գրեթե չգիտեմ դրանց ամենաճիշտը։ Կարամ ասեմ, ես ինչ եմ զգում անձամբ։ Ես շատ պարզավոր իմ վրա տարբեր ազդեցություններ կան հայկական կինոկրթության եւ ամերիկյան կինոկրթության։ Ինձ մեջ մի բան է ձևավորվել ըստ էության, որ կինոօպերատորը դա կինոյի ձեռագիրն է, որ նույն սցենարը, նույն դերասանական ոճը կարելի է գրել մի ձեռագրով, միտքը չի փոխվի, բայց կարելի է գրել նաեւ մի փոքր ուրիշ ձեռագրով։ Էլի միտքը կարա մնա նույնը, բայց ձեռագիրը կարա նաեւ սկզբունքային տարբերություն թողի, թե ոնց ես դու կարդում այդ գրած նյութը։ Այ մենք ձեռագիրն ենք ապահովում, եթե կարելի է տենց անվանել ֆիլմի, այ ոճաբանական ձեռագիրը։ Մենք չենք շատ մտնում սցենարի մեջ փոփոխություններ անում, բայց մենք միշտ հետևում ենք, թե ինչքան է ֆիլմի կադրը, լույսը եւ միջավայրը ծառայում բուն սցենարին եւ ծառայում ամենակարևորը ռեժիսորի մտահղացման։ Այ մենք ծառայում ենք, որպեսզի այդ միտքը հասնի նպատակին։ Այ մի շատ կարևոր դասընթաց կա, որը մի քանի տարի առաջ ես այդտեղ սկսեցի դասան, դա կոչվում է visual storytelling, որտեղ ոնց մենք ձեռագիրը վերածենք պատկերի եւ խոսքը կամերա վերցնեն նկարելու մասին չէ, այ ոնց միջոցը գտնենք դրա, որն է ամենաճիշտ կադրը, որն է ամենաճիշտ լույսը տվյալ նպատակին հասնելու համար, ինչ որ գրած է սցենարի մեջ կամ ռեժիսորի տեսիլքին հասնելու համար։ Իսկ շատ եք հիմա ներվայնանում, որ տեսնում եք հեռախոսով, որ նշեցիք հեռախոսով մարդիկ։ Չեմ ներվայնանում, հակառակ ես շատ ուրախանում եմ։ Ես տեսնում եմ, որ բոլոր այս մարդիկ փաստորեն եկան ու սկսեցին մեր արվեստով զբաղվել։ Ես իրոք շատ հաճույք եմ ստանում։ Բայց լավ է, դա։ Չգիտեմ, ես տեսնում եմ, որ մեր ինչքան շատ են անում, այնքան մեր մասնագետների որակը ստիպված կլինի ավելի բարձրանալ, որովհետեւ մենք կարող ենք կոնկուրենցիայի մեջ դիմանանք ձեր հետ։ Մենք դրա համար կազմակերպում ենք այս դասընթացները հենց առաջինը մեր գիլդիայի անդամների համար, ի շնորհիվ ի պատիվ մեր մեծ սպոնսորների, հովանավորների, որոնք հանրահայտ կամպանիաներ են, որոնք զբաղվում են կինո եւ իրանք ֆինանսավորում են մեզ, որպեսզի մենք կազմակերպենք։ Առաջին անգամ Հայաստանում են ընդհանրապես եւ իրանք ներկայացուցիչներն են ուղարկում եւ իրանք նպատակն է, այո, որպեսզի մարդիկ գան, շփվեն, բացի այդ տալնելու ցուցադրություն, տեխնիկայի ցուցադրություն է լինելու այդ նույն դասընթացների ժամանակ եւ իհարկե դուք չեք կարող օգտվել այդ տեխնիկայից, դուք կարող եք օգտվել ձեր ֆոն հեռախոսներից եւ մենք տարբեր միջավայրերի մեջ ենք։ Մենք պետք է մեզ ավելի բարձրացնենք, ավելի հասունացնենք, ավելի վերև գնանք եւ դուք կարող եք հետեւել մեզ, մենք դեմ չենք, մենք ուրախ ենք, որ դուք մեզ փորձում եք բան անել, գործից անել, մենք դրանից հաճույք ենք ստանում։ Ուրեմն հանգիստ խեղճով մենք ես օրինակ հեռախոսով չգիտեմ, ինչ-որ մի բան մտածելը, որ ինչ-որ միտեղ թերանում է։ Գիտեք, նաեւ ֆոտոյի տարիները մեր մասնագիտությունը սկսում է այնց այդ առաջին քայլերից։ Շատ ավելի լավ, որ այդ երեխաները նկարում են, շատ ավելի դժվար էր տարիներ առաջ, չունենալով կամերաներ, չունենալով ֆոտոխցիկներ, շատ ռիսկ հիմա այսօր խնդրեմ արեք, ու շատ ավելի շատ տաղանդներ դուրս կգան շուտով ու կտեսնենք մեր մոտից, հենց մեր հասարակությունից, որտեղ հնարավորությունը ուղղակի շատ հեշտացել է։ Եթե փորձենք մասնավորեցնել հայկական կինոկրթությունը, մի վախեցիրից գանք եւ գնանք ամերիկյան եւ ամերիկյան կինոկրթություն գնանք Ֆարգո եւ շատ ու շատ այլ ֆիլմեր, ինչ փոփոխություն տեղի ունեցավ հենց ձեր մեջ եւ
Այդ ինչ փոփոխություն է, որը պակասում է հայկական կինոկրթությանը, որը ուզում եք փոխանցել հիմա եւ Հայաստանում կա դրա պակասը։ Երևի հենց այդ երազանքին հասնելու ճանապարհը, որ այն ինչ որ ես անցել եմ ու անցնում եմ, մի կերպ գոնե առաջնային արագ փոխանցել իմ գոլեգաներին, դարավ այդ երազանքը այդ երազանքը դարավ նպատակ ու մենք հիմա կազմակերպում ենք այս դասընթացները։ Սա առաջնային մեխանիզմն է, ոնց է դրան գալ, որովհետև նմանատիպ շատ մեծ մասնագետների հետ, եթե խոսենք Բրունոյի, այսինքն Բրունոն այսօր գոյություն ունեցող աշխարհի լավագույն տասնյակի մեջ, եթե ոչ հնգյակի մեջ մտնող բեմադրող օպերատորը, որը ասենք Կոհեն եղբայրների, Վես Անդերսոնի ֆիլմերն է նկարում, եւ իրանց ներկայությունը խոսալը մեր մասնագետների հետ, պատկերացրեք մեր մասնագետները ամենակիչը կսկսեն հարց տալ իրանց, կամ մեր երիտասարդները, ինչ եմ ես անում սխալ, ուր ես պետք է գնամ, ինչ ճանապարհով պետք է անցնեմ։ Սա առաջնային նպատակն է, եւ որ դու բերում ես եւ համագործակցում ես մարդկանց հետ, որոնք սկսում են քո հետ հարցեր առաջանալ։ Շատ տարիներ առաջ նույն ճանապարհով ես ինքս անցա եւ որ մի քանի միջազգային պրոյեկտներ արեցի դեր Աֆրիկայում, ու սկսեցի հասկանալ, որ ինչ որ բան իմ ճանապարհի մեջ այնպես չի։ Իհարկե պարզ հետո դարավ, որ կրթական այդ փոսը պետք է անպայման լրացնել։ Ցավոք դա տենց է, մենք ինչքան էլ ցավ ենք կամ վախենանք ասելուց, բայց իմ կարծիքով այդ կրթական փոսը միջազգային կրթության հետ կապված կա։ Եվ այսօր նպատակն է, որպեսզի մեր արդեն գործող մասնագետները եւ երիտասարդ սերունդը տեսնի, որ ինչ որ բան պետք է ուրիշ ձև կազմակերպել։ Այդտեղից սկսած արդեն ճանապարհը ինդիվիդուալ է։ Երանի ստացվի, որ Հայաստանում ավելի մեծ կրթական սիստեմի մեջ կարողանանք ընդգրկվել եւ ավելի մեծ փոփոխություններ անել, բայց այս պահին, քանի որ լուծումը պետքա տալ, մեզ պետքա որպեսզի փոքր քայլերով ամեն մեկը ինդիվիդուալ հասկանա, թե ինչ իր ճանապարհը կարգավորի։ Օրինակ մենք ունենք հենց այս ամսի 16-ին երկրորդ մասում մենք ունենալու ենք հանրահայտ օպերատորների եւ ռեժիսորների publicist, չգիտեմ հայերեն մասնագետը որն է, որը իր PR-ով է զբաղվում, որը նաեւ agent է եւ ինքը խոսել է թե ինչպես կազմակերպել քոր ուղին դեպի դուրս։ Ինչ անել, ինչպես ստեղծել վեբսայթ, ինչպես ունենալ ռեզյումե, ինչ մինիմում բառերը պետք է օգտագործել email, երբ պետք գրել email, երբ պետք է agent-ին դիմել, ինչպես պետք է խոսալ, ոնց պետք է Zoom meeting-ի նստել, ինչ շոուեր հագնել։ Ու դա չի վերաբերում միայն կինոօպերատորներին, դա վերաբերում է ընդհանրապես մասնագետին, որ զբաղվի իր մարքեթինգով։ Ցավոք ընդունված է դեռ post-սովետական երկրները, որ մենք արտիստ ենք ու դա օքեյ է։ Չէ, մենք արտիստ ենք, այդ լավ է, բայց արտիստը նաև պետք է կարողանա ամենակիչը իրեն ներկայացնել։ Մինիմում, խոսքը չի գնում գնալ ինչ-որ բաներ անել, բայց կարողանալ մինիմում, որովհետև այսօր տենց է աշխարհը։ Վաճառվում է միայն ինչ-որ վաճառում են, հակառակ դեպքում չի վաճառվի։ Հայաստանում ծառացած խնդիրների մասին եք խոսում հիմա։ Այո։ Լավ, եթե երիտասարդները ուզում են դառնալ օպերատոր, ինչ է անհրաժեշտ այդ առաջի քայլերի համար, ինչ հմտություններ, ինչ գիտելիքներ, այդ փոքրիկ, որովհետև հիմա ես ձեզ լսելով ու ձեզ ճանաչելով, ձեր փորձը իմանալով, ես էլ եմ ինչ-որ ուզում, ինչ-որ իմ մեջ էլ է արթնանում այդ օպերատորական արվեստը։ Եվ կա Հայաստանում օպերատորական դպրոց։ Կա, վստահաբար կա, ու հենց մեր գիլդիայի անդամները շատերը դասավանդում են Երևանի կինոյի եւ պետական կինոյի եւ թատրոնի ինստիտուտում։ Ես ինքս դասավանդման փորձ եմ ունեցել on-line եւ իրանք դասավանդում են եւ կարծեմ թե ինչ որ արդեն փոփոխություններ այդ իմաստով կա, ես շատ չգիտեմ դետալները, բայց գիտեմ, որ կա սերունդ, որը օրինակ կինոօպերատորների սերունդ է գալի, որի համար մենք շատ հպարտ ենք եւ շատ ուրախ ենք, որովհետեւ մի քանի տարի առաջ ընդհանրապես ոչ մի կինոօպերատոր չկար մեր գիլդիայի մեջ, այսօր մենք ունենք 3-ը եւ դեռ էլի են գալի, որը մեր նպատակներից է, որպեսզի մի փոքր այս բալանսը հավասարացնենք, որպեսզի ավելի հստակ լինեմ, տեսեք, հայկական կինեմատոգրաֆում մենք ունենք շատ հայտնի կին ռեժիսորներ եւ հիմա ավելի դոմինանտ են կին ռեժիսորները, քան տղամարդ ռեժիսորները։ Ունենք պրոդյուսերներ, շատ կին պրոդյուսերներ եւ ես հենց ունես Բարևինա։ Բայց ուշադիր նայեք, քանի կինոօպերատոր դուք գիտեք։ Սա անարդար բաժանում է ստացվել, ու անարդար ուղղակի տրադիցիայից ելնելով Բարք Աստծո մենք գտնում ենք այնպես միջավայրում, որտեղ մենք տես չենք կիսում, վայես։ Ուղղակի տես տրադիցիան եկել է, ոչ մեկ չի արել, ու մենք որպես գիլդիա փորձում ենք նախ դրա վրա ուղղել, մենք մեր գիլդիայի կանոնակարգում փոփոխություններ ունենք կանանց համար, որ ավելի հասանելի լինի։ Սա արդեն մեծ ազդակ է տվել, որպեսզի ինստիտուտներում սկսեն կանայք ավելի շատ դիմել մեր մասնագիտությանը։
Ինչ վերաբերում է կրթական ընդհանուր բանին, կարծեմ թե նաև իհարկե մանկավարժական ինստիտուտը, որտեղից իմ արմատներն են գալիս, կինոյի ֆակուլտետը դեռ շատ տարիներ առաջ, եթե ինչ-որ մեկը նայում է, ես ողջունում եմ, ես նույնիսկ այդ ինստիտուտը նույնիսկ շատ տարիներ առաջ ա եղել իմ կյանքում եւ կարծեմ ընդեղ էլ կա կինոօպերացիան բաժին եւ բայց միջազգային մակարդակի իմաստով իհարկե ես չեմ կարող ասեմ, որ մենք գտնվում ենք շատ բարձր մակարդակի մեջ կրթության իմաստով։ Գոնե ես չգիտեմ դրա մասին։ Շատ լավ։ Դուք լինելով շատ լավ օպերատոր ու ունենալով շատ լավ օպերատորական աչք, ինչ ֆիլմ հիմա խորհուրդ կտաք նոր ֆիլմերից, իհարկե, ինչ ֆիլմ խորհուրդ կտաք, որպեսզի դիտենք։ Շատ լավ հարց եք տալիս։ Եթե դուք օպերատորական տեսանկյունից եք հարցնում, ես կարող եմ ամբողջ եթերը հիմա զբաղացնել ֆիլմեր խորհուրդ տալով, բայց եթե խոսանք նախորդ դեր հարցին երիտասարդների հետ կապված, կարծեմ պետք է նայել ամերիկյան TV շոուներ։ Իրանց մոտ օպերատորական բանը vision տեսիլքը շատ սուր է։ Այսինքն, եթե մենք խոսանք գեղարվեստական կինոյից, իհարկե մենք այս տարի նաև ունենք Մահմուդ Քալարին, որը պարսկական կինոյի ամբողջ, ասենք, կինոյի բանը ամենակարևոր աչքն է։ Հուլիսի 16-ին առավոտժամը 11-ից 1-ը եւ ինքը խոսել է բոլոր իր համագործակցությանը, իրեն նկարած ամենահայտնի ֆիլմը Բաժանումը Separation-ը, որը նույնպես Օսկարի դափնեկիր էր, բայց այսօր ամերիկյան TV շոուները, որոնք կոչվում են սերիալներ, այսպես ասած Netflix-ում, իրանք շատ սուր վիզուալ կարգ ունեն, այսինքն իրանք կարված են այնպես, որպեսզի այսօր մոդեռն մարդը կարողանա նայի ու ասի վաու, այսինքն դրա համար պետք չի գնալ կինոթատրոն, սա երկու տարբեր դպրոցներ են եւ իրանք օգտագործում են շատ ավելի բարդ տեխնոլոգիական միջոցներ, օրինակ իմ սիրած շոուներից մեկը Dark-ը, չգիտեմ Dark-ը ոնց է այն հեղափոխում, օրինակ սա գերմանական մթնշաղ, ոնց մթնշաղ, բայց օրինակ կարելի է անպայման նայել Black Mirror ֆենոմենալ ամեն սերիան օպերատորական մի հատ դասընթաց է, որտեղ իրանք դե գիտեք ինքը օրինակ ասենք որևէ մեկը որ կարաք նայեք, ամեն նախ բոլորը տարբեր մարդիկ են նկարում, այդ շատ կարևոր է։ Favorite ֆիլմը միշտ կա, վերցրեք Բրունոյի վերջին ֆիլմը նայեք, Shameless Shameless-ի ֆիլմը, I My Love, այ ինքը ֆիլմով է նկարում, ժապավենով է միջև նկարում, եւ Shameless-ը հենց չի հայտնում եմ, դա նաեւ իմ favorite-ից, ես ասում եմ ոնց Shameless-ի մեկ ֆիլմ կա, որը հայերեն կարծում կոչվում է Քավություն, մի կադրով է նկարած, դեռ 2007 թվականին եւ ինքը nomination ունի Օսկարի համար։ Պետք է խնդրեմ որևէ մարդը որ ուզում է օպերացիան զբաղվել սկսել այդ ֆիլմը նայելուց էլի խաղում է Keira Knightley-ի մեջը ու ֆենոմենալ մոտապես 25000 հոգի են մեկ կադրի մեջ եւ ամբողջությամբ մեկ կադրով մոտ մի 10-15 րոպե կինոյի պատմությունը փոխած ֆիլմերից է այդ կամ Աննա Կարինինա իր բեմադրությունները ինձ դու եք հարցնում որն է ֆիլմը ես այդ անվերջ կարող կամ Բրունոյի ասենք Մակբեթը այո նայեք Բրունո եւ ինքը խոսալու է եւ ցույց է տալու հատվածներ ինչպես եւ խոսալու է ինչու սենց կամ նենց Coen եղբայրների հետ նկարած ֆիլմը Inside Louis Davis, ֆենոմենալ visual storytelling, այ թե ու ինչպեսի համեստությամբ է ինքը փորձել է դա չեք պատկերացնում, շատ հետաքրքիր առաջարկում եմ բոլորին գալ, ուղղակի նախնական պետք է գրանցվել, անվճար են դասընթացները բոլորի համար բաց, ուղղակի նախնական գրանցումով, դա չի լինելու խիստ մասնագիտական, չնայած որ մենք ունենք խիստ մասնագիտական լուսավորման դասընթաց որը որ շատ անհրաժեշտ է ինձ թվում Հայաստանում։ Ու մենք Հոլիվուդից բերել ենք եւ որը բեմադրող օպերատոր, որը նաեւ մեր անդամն է, Ջորջ Մուրադյան, միակ հայ օպերատորը, որ նաեւ ամերիկյան ասոցիացիայի անդամ է, եւ իր եղբայրը, որը շատ հանրահայտ գաֆեր է, լուսավորող է, որը գալու է ամբողջ կինոյի տանձ դալիճը լուսավորի շատ տարբեր միջոցներով, ձևերով ու ցույց տա թե ինչպես է ամերիկյան կինոն աշխատում այսօր։ Եվ կստացի Ջորջի եղբայրը Դենին ինքը նաեւ աշխատում է հենց TV շոուների վրա, այսինքն սա հենց ամերիկյան TV շոուի մասնագետ է, որտեղ ինչպես են, որտեղ դա բացարձակ տարբեր է, եւ որ դու անում ես մի բան, որը կարելի է նայել sense փոքր էկրանի վրա, եւ տարբեր է, եւ որ դու անում ես մեծ էկրանի համար։ Պարոն Մալխասյան, հետաքրքիր է հիմա ինչպես կգնահատեք հայկական կինոն ու կինոօպերատորների աշխատանքը երևի թե վերջի 10-15 տարիների ընթացքում։
Եվ ինձ հետաքրքիր է նաև ունենք արդյոք օպերատոր, ով կարող է հավակնել միջազգային մակարդակի։ Կարող եմ մրցել ձեզ հետ։ Իհարկե ունենք։ Վերջերս եթե տեսակ մեր անդամ Սուրեն Թադևոսյանը դարավ ամերիկյան կինոակադեմիայի անդամ, ի շնորհիվ նաև մեր գործունեության Ջորջ Մուրադյանի աջակցությամբ։ Եվ դա հենց ցույց է տալի, որ այն մակարդակը վստահ այդտեղ է եւ վստահ տարիներ անց այն ինչ որ մենք անում ենք բերելու է իր արդյունքին։ Վերջի 10 տարիների հետ կապված, ասեմ, որ երկար ժամանակ ես բացակայել եմ, ինան գիտի, որ ես շատ երկար գնացել եմ եւ իմ ուսումը վերաուսուցում էի անում իմ հետ, իմ master degree-ն արեցի եւ դա ին վրա շատ դժվար բաժանման գին նստեց Հայաստանի հետ, որի համար նաև հիմա ցավում եմ եւ ուրախ եմ։ Շատ տեղյակ չեմ վերջին 10, բայց մի քանի տարին վստահ ինչ արդեն դարել եմ նախագահ, կարող եմ ասել, որ ամենակիչը ասելիքով մենք շատ արդեն առաջ ենք գնում նույնիսկ մեր հարևաններից կամ գոնե փորձում ենք։ Մենք փորձում ենք ասելիք ավելի լրջացնել։ Տեխնիկական միջոցների կամ ֆինանսավորման ոչ միջազգային մակարդակի լինել իհարկե արարելու դժվարություններ է ստեղծում մեր համար, բայց դա էլ հաղթարելի է, օրինակ նորից վերադառնալու, որ այս միջազգային հանրահայտ կամպանիաները գալիս են մեզ ֆինանսավորելու, ցույց է տալի, որ նաև պոտենցիալ սպոնսորներ կարան ունենալ վաղ ավելի մեծ պրոյեկտների եւ միգուցե այդ իմաստով եւ որ մենք դառնանք կինո կենտրոն, ինչ որ իմաստով Հայաստանում, միգուցե այս միջազգային համագործակցության շնորհիվ ավելի շատ փող բերենք ասպարեզ, որտեղ մեր ասպարեզը ցավոք, շատ ցավով եմ ասում, թանկ ասպարեզ է։ Թանկ ու ոչ պետք է արվեստը ինքնին թանկ բան է։ Այո, մենք վստահ ենք, որ տարիներ հետո հայկական օպերատորական արվեստը ել ավելի կզարգանա ու մեր օպերատորները այո միջազգային բարձր բեմերում հանդես կգան։ Մենք շնորհակալ ենք շատ, որ դուք ժամանակ գտաք, եկաք խոսեցինք այս կարևոր թեմայի շուրջ։ Այո, մենք ձեզ սպասում ենք հաջորդ առիթին։ Էլի լավ բաների մասին խոսելու։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ, ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։